Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Այն առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կարելի է դաշինք ձևավորել, սակայն ոչ թե խորհրդարանում ողորմելի ներկայություն ապահովելու, այլ կայուն մեծամասնություն ունենալու նպատակով։ Նա անդրադարձել է նաև Լուսավոր Հայաստան քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կուսակցությունների ստեղծած դաշինքին։ Ես իրավունք ունեմ իմ փորձից ելնելով վերապահության վերաբերելու որևէ դաշինքի, որի անդամներից որևէ մեկը չի արձագանքել մեր դաշինք ստեղծելու առաջարկին։ Նշանակում է իրենք կամ KGB-ի մարդիկ են, կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են։ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, սակայն նրան մտահոգում է այն, որ Ծառուկյանը կրկին կարող է մենակ մնալ։ Դե որ վտանգ կա, որ դա կարող է վերաճել որոշակի իրավիճակի, որը կարող է պահանջել նաև, ժողովություններ, ապա ոչ մեկը պատրաստ չի ժողովությունների համար պատասխանատվություն կիսել։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մշակութային գործիչների հետ հանդիպմանը մերժել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի առաջարկը Ստեփանակերտում բացել ակադեմիայի մասնաճյուղ։ Եղավ Բակո Սահակյանի կողմից մի բացատրություն, որ դեր ժամանակը չի եկել։ Չնայած արգելքին Սևանալճում ձգնորսությունը չի դադարել, բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը կարծում է, որ արդյունքի հասնելու համար պետք է համակարգված աշխատանք լինի։ Քաղաքացին չգնի բոյկոտի այս ժամանակահատվածում գոնեցուկ գնելուց, ապա պահանջարկ չի լինի։ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը առայժմ չի պատրաստվում դառնալ հանրապետական կուսակցության անդամ, քանի որ սպորտը ապաքաղաքական ոլորտ է համարում։ Ինչ վերաբերում է հանրապետության մարզական աշխարհի խնդիրներին, ապա նախարարին բոլորից շատ մտահոգում է մեկ հարց։ Այսօր 150 գրանցված ֆեդերացիաներ ունենք արևելյան մարտարվեստների։ Մոտ 90%-ը իրականությանը չեն համապատասխանում։ Ինչ են մեր երեխաներին մարզում։ Ոչ մեկը չգիտենք ինչ են մարզում։ Պետք է ամեն ինչ անել, որ գնորդը չլինի Ադրբեջանը, այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, մեկնաբանելով Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25%-ի վաճառքը եւ դրա հավանական գնորդ Ադրբեջանի Սոկարի հանգամանքը։ Շիրակ Թորոսյանի կարծիքով գազատարի մյուս հավանական գնորդը ռուսական Գազպրոմը հայկական կողմի համար շատ ավելի գերադասելի է։ Հայկական ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից հերթական պլանային նորոգման եւ վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային նորոգմանն ու վերալիցքավորմանը զուգահեռ իրականացվել է նաեւ Հայեկի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Ռուսաստանի դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին։ Նա փոխարինելու է թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևին։ Սահակ Կարապետյանի տեխնատությունը դաշնային խորհրդի քննարկմանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի առաջարկով։ Օրվա լրահոսը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ներկայացնել պաշտոնավարման ընթացքում իր կատարած ծախսերը։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանյանից ուզում եմ հայտարարեմ, ինքը պատրաստ է առաջինը անցնել այս ստուգումը։ Թող փորձեն գտնեն որևէ անհավապատասխանություն իր եկամուտների եւ ունեցվածքների միջև։ Չեն գտնի։ Քրեական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է պատասխանատվություն, երբ պաշտոնատար անձը չի հիմնավորում իր եկամուտները։ Ապօրինի հարստացման քրեականացումը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից։ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այն հետադարձ ուժ պետք է ունենա եւ տարածվի բոլոր բարձր պաշտոնների վրա։ Բարձր պաշտոնատար անձինք դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ են քշում, դաչաներ ունեն, չգիտեմ ինչ հարստություններ ունեն, ունեցվածքներ արտասահմանում, բայց իրենք ամբողջ կյանքում նրանք ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձներ։ ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը համարելու է հենց ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը։ Ուզում եմ հավատալ, որ հակասահմանադրական դրույթով չեք կառուցի ձեր նախընտրական քարոզարշավը։ ՕԵԿ խմբակցության ղեկավարը ազգային ժողովի քննարկմանը հետաքրքրվեց, թե հայաստանցի մեծահարուստներին որտեղից այդքան գումար։ Այդ պապաներն են այտենց միլիոնատեր եղել, որ մենք այսքան տարվա այս երկրի մարդենք չենք ճանաչի իրանց պապաներին։
Թրիքից էյան բան չէին տեսել իրանց պապաները։ Պատին ծեփում էին, որ հաստախ էին ուտեն, հիմա իրանց երեխեքը միլիարդատերեր են, միլիոնատեր չեն։ Պատգամավորները թեև ողջունում են նախագիծը, բայց միևնույն ժամանակ մտավախություն ունեն, որ այն կարող է դառնալ հերթական չգործող օրենքը։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանին անհասկանալի է Վարդան Օսկանյանի եւ Սերան Օհանյանի հնարավոր համագործակցությունը ազգային ժողովի ընտրությունների շրջանակներում իշխանություն վերադառնալու մասով։ Ինչի Վարդան Օսկանյանի իշխանությունից դուրս է եղել։ Վարդան Օսկայանը երկար տարի արտգործնախարար է եղել Հայաստանի Հանրապետությունում, շատ կարևորագույն պաշտոնում է եղել Վարդան Օսկայանը։ Սերան Օհանյանը եղել է շատ կարևորագույն պաշտոնում։ Հանրապետական պատգամավորը ոչ մի կերպ համաձայն չէ, որ այս մարդիկ հատկապես ընդդիմության դիրքերից պայքարելու են հանրապետականից շատ ձայներ խլելու համար։ Իրենք իրենց համար են մասնակցում։ Ցանկացած կուսակցություն, որը մասնակցում է ընտրության, նա չի մասնակցում որևէ մեկին հեռացնելու, նա մասնակցում է ազգային ժողովում իր տեղը ունենալու համար։ Պաշտպանության նախկին նախարարի ընդդիմության դիրքերից հանդես գալը խորհրդարանի փոխնախագահային հեռու գնացող եզրակացություններ անելու առիթ չի տալիս։ Համայնությունը 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս։ 18 տարին լրացած այդ քաղաքացին ընդամենը 2 ամիս առաջ պաշտպանության նախարար էր, նա նաև Արցախի հերոս է, որը կարծես թե այլևս հանրապետականների հետ չէ։ Բազում Արցախի հերոսներ եղել են, կան ու դեռ կլինեն, որոնք հանրապետականի պարտադիր չի։ Գագիկ Մելիքյանը սպասում է, որ պարոն Օհանյանը հայտարարի մասնակցել ընտրություններին, թե չմասնակցել, բայց հազիվ թե իր մասնակցությամբ Սերան Օհանյանը հանրապետականի դեմ դուրս գա։ Ես չեմ տեսել ամենայն դեպս նման հակադրում։ Չեք սպասում իրենց այդպեսի բան։ Կարծում եմ ոչ։ Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հանդիպել է Սերան Օհանյանի հետ եւ նկատել, որ իր Օհանյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի համագործակցությունն ընտրություններում բավականին լավ դաշինք կլինի։ Դաշինքում Ռաֆի Հովհաննիսյանի ներկայության փաստից Գագիկ Մելիքյանը ծաղրանքով նկատում է, թե ինչքան տագնապեցնող դաշինք է ձևավորվում։ Միգուցե նաեւ աղոթենք։ Հանրապետականն ի դեպ չի էլ փորձել Սերան Օհանյանին առաջարկել հանդես գալ հանրապետականի ցուցակով։ Միգուցե ինքը առաջարկի։ Ի դեպ խմբակցության քարտուղարը չի կարծում, թե Սերան Օհանյանը նեղացած է հեռացել հանրապետականից եւ Սերժ Սարգսյանից։ Հայաստանի ներքին պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով։ 11 ամսվա ընթացքում այն աճել է 43%-ով, տարեսկզբի 360.4 միլիարդ դրամից հասնելով 528.8 միլիարդ դրամի։ Բյուջեն պետք է կատարվի, բյուջեի դեֆիցիտը պետք է ֆինանսավորվի այս կամ այն կերպ եւ ըստ էության ներքին պարտքի, հատկապես պետական պարտատոմսերի թողարկման եւ տեղաբաշխման հաշվին ռեսուրսներ ներգրավելու այդ տարբերակը ըստ երևույթին այս պահի դրությամբ այլընտրանք չունի։ Պետությունը ստիպված է նույնիսկ 13% տոկոսադրույքով պարտք վերցնել սեփական քաղաքացիներից պետական պարտատոմսերի տեսքով։ Արտաքին պարտքն արդեն հատում է թույլատրելի սահմանը եւ կառավարությունը կաշկանդված է դրսից գումարներ բերել։ Արտաքին աղբյուրներից վարկային ռեսուրսներ էժան, երկարաժամկետ, ցածր տոկոսներով ներգրավելու հնարավորությունները հետզհետե քչանում նվազում են։ Ներքին աղբյուրներից պարտք վերցնելու պատճառ են նաև 2016-ի ոչ բավարար տնտեսական ցուցանիշները։ Բյուջեով կանխատեսված այս տարվա 2.2% տնտեսական աճը ամենայն հավանականությամբ չի լինի, որովհետև շինարարությունը եւ գյուղատնտեսության ոլորտը էական անկում են գրանցել։ Սոցիալական հարցերը լուծելու համար գումարը չի բավարարում նաև շարքային քաղաքացիներին, սակայն ի տարբերություն պետության ցածր եկամուտների ֆոնին նրանք հակված են պարտքեր չկուտակել։ Ես կարողանում եմ այնպես դասավորել, որ հանգիստ ապրեմ։ Համենայն դեպս նոր տարվա համար երբեք ինձ թույլ չեմ տա վարկ վերցնեմ, որ հարևաններից զարմացնեմ։ Աշխատում չվերցնեմ։ Ինչու եկամուտները բավարարում են ձեզ։ Չէ, քչով կարելի է բավարարվել առանց պարտքի։ Սա ազգը վարքի տակ է։ Ով վարքի տակ չէ, ով բանկում պարտ չունի։ Նոր ներդրումների ներգրավումը, արդարադատական համակարգի բարելավումն ու հարկային դաշտի կարգավորումը կբերեն նոր աշխատատեղերի ստեղծման, սա պետության անելիքն է, իսկ ինչ պետք է անեն քաղաքացիները եկամուտները մեծացնելու, ըստ այդմ էլ պարտքերից խուսափելու համար։ Մտածեն, որ մեկ մասնագիտությամբ յոլա գնալ չես կարող, պետք է նոր, այսպես կարողություններ, նոր սեգմենտներ փորձել, գիտելիքների, հմտությունների, որպեսզի լինես ճկուն եւ մրցունակ աշխատանքի շուկայում։ Պետական պարտքի մեծ ծավալ ունենալու պատճառով պետությունը չի կարողանում իրականացնել խոշորամասշտաբ տնտեսական ծրագրեր, նաեւ այդ պատճառով 2017-ին չեն բարձրանա թոշակներն ու նպաստները։ Արևելագետ գնդապետ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը ծննդյան ամենահաճելի նվերն ստացել է օրենօր սկսված։ Առավոտյան երբ եկա աշխատանքի ուսանողներս ինձ շնորհավորեցին։
ավելի գեղեցիկ բան չկա։ Երևանի պետական համալսարանում մեծարում են վաստակավոր դասախոսին, ով դարձավ 80 տարեկան։ Ծնվել է Թեհրանում, տեղափոխվել Երևան ու Երևանի պետական համալսարանում գրականագետի մասնագիտություն ստացել։ Գուրգեն Մելիքյանը հպարտությամբ է հիշում մանկության այն դասը, որը չմոռացավ ողջ կյանքի ընթացքում։ Մենք շատ ծանր էինք ապրում։ Դպրոցի հոգապարտությունը հաց էր դրել դպրոցում եւ չկավորները օգտվում էին այդ սեղանից։ Մի անգամ երբ տուն եկա, մայրս պետք է ճաշ բերեր, իրեն ասացի կուշտ եմ, ասաց վարուժենց ես կերել, ասացի ոչ մայր, բա որտեղ, ասի դպրոցում, ապտակեց ինձ, ասաց դու ուրիշի հացն ես կերել, հավատացնում եմ, որ այդ ապտակը ինձ ուղղորդում է այսօր, ուրիշի հաց պետք է չուտել։ Տասնամյակներ առաջ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ ուսանող էր եւ հիշում է դասախոս Գուրգեն Մելիքյանին։ Այն դասերը, որ նա տվել է, դա ոչ միայն գիտության կամ արևելագիտության բնագավառի հետ կապված են, այլ նաև մարդկային կյանքի ամենատարբեր ոլորտների, դա իմաստուն մարդու խորհուրդներ են։ Գիտնականը Արցախյան շարժման առաջամարտիկներից է։ Արցախը Գուրգեն Մելիքյանի սրտում էր միշտ եւ հայրենիքի այդ կտորին սպառնացող ադրբեջանական վտանգը առաջիններից մեկը հենց նա զգաց։ Չկա հայաստանցի ու ղարաբաղցի, կա հայ, ովքեր որ սեփ են խրում։ Մի ընդունեք նրանց խոսքերը, դա մեր թշնամու խոսքերն են։ Գուրգեն Մելիքյանը այսօր էլ արցախցիների կողքին է, նրա անունը կրող հիմնադրամը բարեգործական ծրագրերով հատկապես Քաշաթաղի բնակիչների կողքին է։ Ամեն ընտանիքին տրամադրելով մի կով, որը մարդկանց համար ապրելու միջոց է հանդիսացել եւ բոլոր ուսանողներին սոցիալապես անապահով ուսման վարձերն է հատկացրել։ Հավաքին հնչող ոգեղեն խոսքերը պրոֆեսոր Մելիքյանը ընդունում է լուր հայացքով համեստորեն։ Գեներալին շնորհավորական ուղերձներ էին հղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Խորհրդարանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որի կարճ անվանումն է 1000 դրամի մասին օրենքը։ Երեկվա ելույթների կրքոտ եւ ընդդիմադիր բնույթը չի համապատասխանում այսօրվա քվեարկության արդյունքներին, սակայն փաստն այն է, որ կառավարության ցանկացած նույնիսկ ամենափայլուն գաղափարը անվստահության այս պայմաններում չի ընդունվելու հասարակության կողմից։ Օրվա գլխավոր թեման։ 1000 դրամի օրինագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ անկախ ընդդիմության փաստարկներից, որ այն վտանգավոր եւ բարոյազուրկ նախաձեռնություն է։ Բարի հերոսական իրանց տերմիններով դաշտը փչացրին իրանք։ Չէր կարելի այսպեսի բան անել, որովհետեւ կամք ունեցող մարդը սկսում է հակադրվել եւ եթե առաջ չէին համեմատում, ասենք մարդը ուներ 10 դրամ, ասում էր 5 դրամս դնում եմ բանակին, մի դրամս դնում եմ բանակին։ Հիմա որ դու իրան ստիպում ես, որ իրան 1 դրամը դնի, եղբայր ասում է լքո գրպանից մի քիչ հանի, հետո ար իմ գրպանը մտի։ Կառավարության ներկայացրած Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենսդրական փաթեթի իրականացման համար անհրաժեշտ է $10 միլիոն։ Հայ ազգային կոնգրեսը գիտի որտեղից գտնել այդ գումարները։ Մենք ասում ենք տնտեսություն կարգավորի, գողերին բեր հարկային դաշտ, Հայաստանից փողերը դուրս հանողներին, ապօրինի հանողներին կանգնացրու, տնտեսություն զարգացրու եւ ունեցի ոչ թե $10 միլիոն, որ խնդիրը պետք է լուծես, այլ $100 միլիոն։ Թեև ազգային ժողովի քննարկման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները բավականին սուր ելույթներ ունեցան, սակայն քվեարկության ժամանակ կողմ արտահայտվեցին։ Հարցի արժեքը այնպիսի գին էր դրված, քվեարկության հայ զինվորին օգնելու, վիրավոր կամ ցավոք սրտի զոհված զինվորի ընտանիքին օգնելու, որտեվ ես չեմ կարծում, որ որևէ մեկի ձեռքը կգնար չքվեարկելու կամ քվեարկելու դեմ։ Սա կարող էր Հայաստանի Հանրապետության պարլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ նախագիծ լինել, եթե իշխանությունը
հասարակության մեջ չսպառեր վստահության ռեսուրսը։ Գաղափարը ինքնին առողջ է, գաղափարը ինքնին համախմբող է, գաղափարը ինքնին շատ ճիշտ գրագետ մեսիջներ եւ մոտիվացիաներ է պարունակում։ Ինչու այդպես չեղավ, որովհետեւ չկա վստահություն։ Իսկ վստահությունը ասելով չի, վստահությունը համոզելով չի, վստահությունը մեդիտացիա անելով չի գալու, վստահություն կամ կա, կամ չկա։ Պատգամավորների որոշ առաջարկներ ընդունվել են նախագծում, սակայն անփոփոխ է մնացել 1000 դրամների պարտադիր գանձման սկզբունքը։ Ցանկացած պարտադրանք իր մեջ ունենում է շատ լավ հետևանքներ եւ շատ այն պարտադրանքն է, որ սրանից հետո ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հատկապես մեր երիտասարդները փոխեն իրենց վերաբերմունքը բանակի նկատմամբ։ 1000 դրամի անունը ստացած նախագիծը ազգային ժողովում կքննարկվի նաեւ երրորդ ընթերցման ռեժիմով։ Զոհված զինվորների ընտանիքներին եւ վիրավոր զինվորներին պետք է օգնել, բայց դա պետք է անել կամավոր։ Պարզ է, որ եթե նման բան առաջարկի կառավարությունը, քաղաքական եւ հասարակական գործիչները կասեն, որ կառավարությունը մտնում է մարդկանց գրպանը, թալանում է եւ այդ փողերով պաշտոնյաները պատրաստում են դղյակներ կառուցել։ Եվ մենք կհավատանք, որովհետեւ այդ դղյակները արդեն կան եւ մեր աչքի առաջ են։ Հետևաբար այս հիմնադրամի հոգաբարձուների շարքերում պետք է լինեն մարդիկ, որոնց մեր հասարակությունը վստահում է։ Այդպիսի մարդիկ Հայաստանում կամ շատ քիչ են, կամ ընդհանրապես չկան։ Սփյուռքում այդպիսի մարդիկ կան հայեր, որոնց այստեղ կարծես թե վստահում են՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան եւ այլն։ Հետևաբար հանգանակությունը պետք է կազմակերպեր պետությունը, իսկ վերահսկողությունը իրականացնեին վստահելի մարդիկ։ Այս դեպքում, երբ բոլորս անկախ մեր եկամուտների չափից պետք է 1000 դրամ տանք, գուցե եւ մենք կօգնենք մեր հայրենակիցներին, սակայն ոչ ադեկվատ բանավեճի նստվածքը կմնա։ Իսկ կարևորն այն է, որ նստվածք չմնա եւ լինեն բաներ, որոնք մեզ միավորում են։ Հակառակ դեպքում լավ գաղափարների ոչ համոզիչ իրագործումը քաղաքական թեթևակի փոթորիկ կբարձրացնի, բայց մեղմ ասած չի բերի ցանկալի արդյունքների։ Ամեկ լուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Զարուհի երեք այնպիսի մի բանավեճ էր ազգային ժողովում, որ թվում էր, որ այդ օրինագիծը 1000 դրամի կտապալվի կամ մոտ կլինի տապալմանը, բայց քվեարկության արդյունքները բավականին խոսուն են 98 կողմ 2 դեմ։ Ինչի մասին է դա խոսում։ Խոսում է այն մասին, որ ինչպիսին է այսօր Հայաստանի խորհրդարան, որը իհարկե սպասարկում է հիմնականում հանրապետական կուսակցության շահը եւ մասնավորապես նրա ղեկավարի Սերժ Սարգսյանի, այս մասին է խոսում։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ դուք այդպիսի հիմնադրամ կստեղծեք, հա, զոհվածներին եւ վիրավորներին օգնելու, ինչպես կստեղծեիք այդպիսի հիմնադրամ։ Նախ չպետք է այդպիսի հիմնադրամի միջոցով մենք օգնենք մեր զոհված զինծառայողների ընտանիքներին եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր հաշմվել են իրենց պարտքը կատարելու ժամանակ, դա պետք է տեղի ունենա պետական բյուջեի ներքո եւ ոչ թե առանձին հարկահավաքի ներքո։ Եթե դու առանձին հարկ ես սահմանում, ապա դա պետք է լինի իրավական սկզբունքների հիման վրա, մինչդեռ սա պատկերացրեք ընդհանուր հարկերի հավաքման գաղափարախոսության մեջ չի տեղավորվում։ Չի կարելի բոլորին ասել, որ դուք յուրաքանչյուրդ պետք է տաք 1000 դրամ հավասար չափով։ Դա ընդհանուր հարկերի հավաքման եւ քաղաքականությանը դեմ է եւ այդ տրամաբանության ներքո չէ։ Երբ դու ասում ես բոլորը յուրաքանչյուրը պետք է տա 1000 դրամ, սա գիտեք ինչի է նման։ Օրինակ փողոցում, երբ կանգնած է ոստիկանության աշխատակիցը, ճանապարհային ոստիկանության գայշնիկ այսպես, բոլորից 1000 դրամներ է հավաքում, այդպիսի տպավորություն է։ Այսինքն սա չի կարող լինել որպես դրամի հավաքման աղբյուր այս տեսքով։ Մենք բոլորս հարկեր վճարում ենք։ Այդ հարկերի ներքո պետք է նաև գոյանա այդ սոցիալական ապահովագրության բյուջեն։ Մինչդեռ մենք տեսնում ենք մեր հարկերը ուր են գնում։ Գնում են եւ դառնում են դղյակներ կամ օրինակ Սերժ Սարգսյանի համար ցողունային բջիջային այդ թերապիայի համար գումարներ են վատնվում։ Եթե այդպես է, ապա մենք պատրաստ չենք գումար տրամադրել, որը ինչ որ հիմնադրամի։ Իսկ սա հասկանալի է, որ
հակաօրինական է, հակասահմանադրական է, հակաիրավական է այս հավաքագրումը։ Հիմնադրամ, որը չգիտես ինչի համար պետք է ծառայի եւ դեռ ավելին, ասում են ապագա սպասվող պատերազմական գործողություններից տուժողներին պետք է վերաբերվի, բայց այդ որ ապագա սպասվող պատերազմի մասին է, գործողության մասին է, այսօրվա կառավարության միակ խնդիրը այն պետք է լինի, որպեսզի մեզ ապահովագրի պատերազմից, կանխարգելի պատերազմը, իսկ բոլոր հարցերը նաև պետք է լուծվեն պետական բյուջեի միջոցների հաշվին, այլ ոչ թե լրացուցիչ պետական բյուջեից դուրս մի հիմնադրամ ստեղծվի, որի միջոցով պետք է ապագա դեռ սպասվող ինչ-որ խնդիրների մասին լուծումներ տրվեն։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խորացել է իր եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջրերի թեմայով։ Նա համեստություն է անում, ասելով, որ ընդհանրապես ջրեր չունի, պարզապես նրա ջրերը այլ աղբյուրներից են։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք ուրբաթ օրը։ Ջրեր չունենք, որ մի առվով գնա չնա, ինքն է ջրի բիզնես անում, ես ջրի բիզնես չունեմ, որ մի առվով գնա կամ չգնա։ Իմ որևէ ասած ես չեմ կարծում ինձ ճանաչողները, որ ես կարող եմ իմ միտքը փոխել կամ ուղղությունը փոխել կամ ջրերի ուղղությունը փոխել։ Отдыхаем, воду пьем и заседаем, воду льем. И выходит без воды, и туды,